Այսօր պատրաստում եմ աղանց և ընթացքում կարող եք տեսնել ոչ միայն պատրաստման իմ տարբերակը, այլ նաև լսել դրա խորհուրդը։ Ես նաև պատրաստել եմ հալվա, որի տեսանյութը շուտով կտեղադրեմ, բաժանորդագրվիր, որպեսզի բաց չթողնես։ Աղանձը հայկական հին ու խորհրդանշական ուտեստ է, որը հատկապես կապվում է տյառնթառաջ տոնի հետ։ Աղանձը հայտնի է հնագույն ժամանակներից։ Այն պատրաստվում է հիմնականում բոված ցորենից կամ այլ հացահատիկներից՝ գարի, եգիպտացորեն, սիսեռ և այլն։ Հին Հայաստանում հացահատիկը համարվել է կյանքի, բերքառատության և բարեկեցության խորհրդանիշ։ Մինչ քրիստոնեական ժամանակաշրջանում հայերը կրակի պաշտամունք ունեին։ Կրակը համարվում էր մաքրող ու պաշտպանող ուժ։ Հացահատիկը կրակի վրա տապակելը ոչ միայն կենցաղային, այլև խորհրդանշական նշանակություն ուներ։ Այն կապված էր պտղաբերության, առատության և նոր կյանքի գաղափարի հետ։ Քրիստոնեության ընդունումից հետո այս սովորույթը պահպանվեց, բայց ստացավ նոր մեկնաբանություն կապվելով տյառնթառաջ տոնի հետ։ Տյառնթառաջը ժողովրդական ձևով տրնդես նշվում է փետրվարի 13-ի երեկոյան, իսկ եկեղեցական տոնը փետրվարի 14-ին։ Տոնը նվիրված է այն օրվան, երբ Մարիամ Աստվածածինը 40-օրական Հիսուսին տարավ տաճար, Աստծուն ընծայելու։ Տյառնթառաջ բառը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Եկեղեցիներում այդ օրը կատարվում է երեկոյան ժամերգություն և մոմավառություն։ Ժամերգությունից հետո բակում վառում են խարույկ։ Մարդիկ, հատկապես նորապսակները կամ նշանվածները, ցատկում են կրակի վրայով, պատրաստում ու բաժանում են աղանց։ Կրակը խորհրդանշում է լույս, մաքրություն, ջերմություն։ Ցատկելը կրակի վրայով մաքրում, հաջողություն, ընտանիքի ամրություն, իսկ աղանձը առատություն և բարի բերք։ Տյառնթառաջի ժամանակ մարդիկ ուշադրությամբ հետևում էին խարույկի ծխի ուղղությանը, որովհետև այն համարում էին տարվա հաջողության նշան։ Ժողովրդական հավատալիքների համաձայն, եթե ծուխը բարձրանում էր ուղիղ վեր, ասում էին տարին խաղաղ ու բարեհաջող կլինի։ Եթե ծուխը գնում էր դեպի արտերը կամ դաշտերը, դա նշան էր, որ տարին բերքառատ կլինի։ Եթե ծուխը գալիս էր դեպի գյուղ կամ տուն, հավատում էին, որ ընտանիքներում ուրախություն ու բարություն կլինի։ Եթե ծուխը ցրվում էր կամ թեքվում տարբեր կողմեր, երբեմն դա մեկնաբանում էին որպես անորոշ կամ դժվար տարի։ Սա իհարկե ժողովրդական հավատալիք է, ոչ եկեղեցական ուսմունք, բայց մարդիկ այդպես էին փորձում կարդալ տարվա ընթացքը բնության նշաններից։ Կրակը նրանց համար լույսի ու կյանքի խորհրդանիշ էր, իսկ ծուխը այդ լույսի ուղերձը։ Շատ վայրերում ընդունված էր աղանձը շաղ տալ տան շուրջը կամ բաժանել հարազատներին ու հարևաններին բարեմաղթանքի նշանով։ Այսպիսով, աղանձը պարզապես ուտեստ չէ, այն հին հայկական հավատալիքների և քրիստոնեական տոնի միաձուլման կենդանի ավանդույթ է։ Այսպիսի հետաքրքիր խորհուրդ ուներ աղանձը և տյառնթառաջը, և չմոռանաս բաժանորդագրվել և դնել լայք, որպեսզի չկորցնես նոր և հետաքրքիր բաղադրատոմսերը իրենց առաջացման հետաքրքիր պատմություններով իմ էջում։